մենք որպես զգացմունքի ժողովուրդ պատմականորեն շատ ենք տուժել, որովհետև մենք չենք կարողացել մեր զգացմունքը դնել բանականության ենթակայության տակ։ Դա մեր մեծ թերությունն է, ի տարբերություն հրեաների, ասեմ ձեզ, ի տարբերություն։ Բայց հիմա պարտավոր ենք դա անելու, սովորելու եւ գնալու առաջ։ Այստեղ խնդիրն ինչին է։ Ես կարծում եմ, որ այդ ալտերնատիվների մտածողությունը, որի միջալոց մարքսիստական է, դուք հիշեք, մարքսիզմի հիմնական օրենքը հակասությունների պայքարի օրենքն է, կոնֆլիկտաբանություն է լայն առումով եւ Ռուսաստանը լայնորեն օգտագործում է, իսկ հետսովետական տարածքում էլ, քանի որ բոլշևիկախառն իշխանությունները մնում են նաեւ այդ մտածողությունը։ Հայաստանում վատթարն է կատարվում։ Ես օրինակ ենթադրում եմ, որ անկախության ձեռքբերումից հետո հասարակագիտության դասավանդման ոլորտներում արմատական ռեֆորմներ կարող են լինել, օրինակ ասեմ, նույնիսկ ակադեմիկոս Պրուտյան կար, որին ես մոտեցա, այն ղեկավարն է եղել, դրամաբանության ամբիոնում եմ մեծացել, կրթություն ստացել իսկական, եւ ես ինք ասեց ինչ ես առաջարկում այդ հարցով, ասի առաջարկս հետեւյալն է, մենք ունենք շատ լավ ուրեմն աշխատանք, մեր փիլիսոփայական աշխարհայացքը Երվանդ Ֆրանգյան ասում է հայերեն 20-ական թվականներին պրոֆեսիոնալ փիլիսոփայի կրթությունով Գերմանիայում ավարտած է, ասում է գոնե բերեք այս գիրքը պարտադիր շրջանառության մեջ դնենք, բայց հետո ոչինչ չեղավ։ Երկրորդ մասը, ինչի եմ ասում, շատ կարևոր է։ Գալիս ենք հասնում ենք կրթությանը, որ հիմա ամենտեղ ես շուտ եմ ասել, չէ՞ որ կրթությունից պետք է սկսել։ Եվ այլն, բայց հիմա երկրորդ մասը, ես ինքս նեղ մասնագիտացումով այդ ամբիոնում դրամաբան եմ, այդ փիլիսոփայության բանով, եւ գտնում եմ, որ ձևական դրամաբանության դասագիրքը առարկան պիտի անպայման պարտադիր մտցվի բուհեր բարձր դասարաններ, այդ մասին հիմա ինքը կենտաններ կասեր հույս ունեի, բայց մանավանդ որ հիմա նաև ասեմ, որ մենք ունենք աշխարհում լավագույն դրամաբանության դասագիրքերից մեկը, դա Գևորգյան Համլեթը եւ Վալոդյա Բաղդասարյանի հեղինակած դրամաբանության դասագիր, կարծեմ նոյան տապանում էլ տկվել է, լավ եթե հիշում եմ, հիմա էլ կա։ Բայց մենք մեր բոլշևիկախառնությունը, իներտությունը եւ անընդհատ օտարի ափեր նայելը եւ այլն չարեցին եւ մենք էլ չեմ ասում Հայաստանի պատմության վեր, ես վաղուց եմ վիճում, որ մենք հայ ժողովրդի պատմություն չպետք է սովորենք, հայոց պատմություն այդ բոլորը, պիտի Հայաստանի պատմություն, Հայաստան իր ամբողջությամբ մեծ, իր աշխարհագրությամբ, գաղութներով եւ այլն, բայց չեղավ։ Հիմա վերադառնամ, սրանք մենք պետք է կարողանանք հիմա սովորենք եւ առանց երկու բաղադրիչի մենք առաջընթաց չենք ունենա, նախ փիլիսոփայական վերացական, այսպես որ ասում են կրթության եւ քաղաքագիտության, տեսության, պատմության եւ պրակտիկայի իմացության։ Չենք կարող Հայաստանի քաղաքական պատմության զուգորդումը։ Մենք ունենք փայլուն քաղաքագիտական միտք, բայց դուք տեսել եք որևէ քաղաքական գործիչ, որը քիչ շատ գնա այդ կողմ։ Օրինակ ես գիտեմ, որ վարչապետը սրան ծանոթ է։ Ուրիշները չեն, ես ուղիղ եմ ասում, ուրիշները ոչ։ Հիմա եւ իր ամոթից էր, որ չէ, դրամաբանության տեքստով խոսենք, անդադ դրամանություն բան գիրառվում։ Ուզում եմ ասել, սա չեղավ, հիմա եթե մեր բանականությունը չի իշխելու մեր զգացմունքի վրա, ինչպես օրինակ անգլիացու, եւ ուրիշներն օգտագործելու են մեր զգացմունքը։ Ես հիշեցնեմ ձեզ շարժման տարիներից Պրավդայի շատ փայլուն մի հոդված, որով ուրեմն Հերշեն Ղարաբաղ կոմիտեն է ամբողջ հանրապետության արդյունաբերությունը դրա վրա կանգնեցրեց եւ դա պրովոկացիա էր Մոսկվայի կողմից բանականություն թե զգացմունք պրավդան գրեց հոդված եւ ցույց գործատուր ամբողջ հանրապետությունը կանգնեց Մոսկվային դու որտեւ ասում են եւ այլն բայց Մոսկվան ցարել էր դրա համար թուլացնում էր ինչպես միշտ Հիմա շարժվենք առաջ, ուրեմն սրանք պիտի նկատի ունենալ, հիմա մեր այս ձևաչափը թույլ է տալիս նման բաներ խոսել,
արտադրիչի ամենաթատ ուրիշի ընտանիքի բաները էլի զբաղվել ինչով 90%-ով վերլուծությունը զբաղված է խայտարակ վիճակը հիմա մենք սա պիտի անենք մենք Ադրբեջանի հետ կոնտակտի գնալու ենք թե չէ թե Թուրքիայի հետ երբ որ հաղթանակած էինք կարիք չունեինք եւ քանի մեր բանակը նայեցեք հորադիզում էր եւ լախի մոտիկ էր Ադրբեջանը ստրատեգիական հարվածի եւ վտանգի տակ էր բայց ինչ եղավ հայ գեներալ կոչվածը ռուսի ծառայեց կողոպտեց երկիրը եւ գիտենք ինչ որ եղավ հիմա արդեն զալայել չկա դրանց մասին խոսերը հիմա որից հետո մենք վարտվել ենք ես ժամանակին հիշեք Քուրարաքսյան Հայաստանի պատմությունից էի ասում որտեւ Զանգեզուրը Սյունիքը մեջտեղ է գալիս աշխարհագրորեն քաղաքականորեն ամեն ինչ որ եղավ այսինքն ոչ մի նոր բան չի եղել վերակրկնվել է 1923 թվականի Հայաստանի սահմանները սովետական ռուսը գծել տվել է Թուրքին եւ 31000 հիմա 29-30-ի մոտիկ է այս կան ուրիշ ոչինչ չի եղել այդ իմաստով մեխանիկորեն բայց մենք ինքնորոշման իրավունքը չենք կարողացել ռեալիզացնել որտեղ դա Արցախի ժողովրդի սրբազան իրավունքներ հիմա էլ ոչ մեկը չի խոսում որտեղ ինչ խոսեն հիմա ինչ վերադարձ հիմա այդ կոնտակտները պետք են եւ դա անպայմանորեն իրենց էլ է պետք օրինակ Ադրբեջանը ես կարծում եմ որ բնազդով կամ տեսականորեն իրենք թե քոչվոր որ ասում են քոչվորը նայեցեք ինչ է լինում այդ ներողություն բանի համար էլի այդ ոչխարի հոտը բնազդ ունի ամենտեղ չի գնում է այնտեղ որտեղ խոտ կա եւ անընդհատ է գնում է հիմա եթե վերադառնում ենք այս պատկերը անում ենք որտեղ այդպիսի խոսակցություններ շատ կա համաշխարհային գրականության մեջ մեր առօրյա խոսքի մեջ ուրեմն իրենք գիտեն որ Հայաստանը ներքին պոտենցիալ է կուտակում եւ հաջորդ ընդունակ է աշխատանքի մեջ բայց հաջորդ անկազմակերպ է եւ զգացմունքի ժողովուրդը դուք նրան անընդհատ կարող եք պայթեցնել եւ նրան չթողեք հանգիստ աշխատել ինչ որ անում են այսօր Հիմա այս պայմաններում մենք պետք է ամեն ինչ մեր մտքի մեջ ունենալով գնանք այդ ուղղությամբ քաղաքացիական հասարակություն եւ այլն հանդիպումներ պետական եւ այլն Սա անխուսափելի բան է Հիմա հաշտվել թե չէ Հիմա ինչի հետ հաշտվել ինչի չհաշտվել Առաջինը սեփական ճակատագրի հետ պետք է հաշտվել պետությունը չկորցնելու համար եւ հիմա այդ դուք որ Կարինեի օրինակն ասեցիք բաց տեքստով մի բան եմ ասելու Բերլինը Հիտլերի անկումից հետո մի քանի օր կանայք բռնաբարվել են զանգվածորեն սովետական բանակի կողմից Հիմա գերմանացիներն ու ռուսները իրար հարաբերում են թե չէ Ուրեմն Լեհաստանը տվել է 6 միլիոն զոհ Այդ մենակ հոլոկոստն է Բա իշքան լեհ է զոհվել Այդ հոլոկոստը շատ բաների տակ թագնում է շատ գիտակցություններ Լեհաստանի տարածքի մեջ ահռելի գերմանական հող կա, տարածք կա, չէ, արևելյան։ Ռուսաստանը արևելյան Պրուսիան գրավել է չի տալիս, Կալինինգրադի մարզը։ Հունգարիայի ուրեմն իրենց բուն հունգարական տարածք կոչված այդ պետության 2/3 մասը գոյություն չունի։ Վերցրել են, պատժել են, տվել են, նույնն էլ Ավստրիայի հետ է եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ես չեմ այն ժամանակ, երբ ասում էի մենք ճար չունենք, սա պիտի ստեղծենք, այդ առաջին նախագահի միջավայրը գաղափարական դիվերսիա է եղել հայության համար։ Այս սա մաքսիմալիստ է, սա ինչ է, ու հիմա էլ ուրիշ չէ, փաստորեն առաջիններից մեկը, որ նոր կառավարության ուրեմն այդ անիվների մեջ է խրել Լևոն Տեր-Պետրոսյանն է իր միջավայրով։ Սրանք բացի չարիքը Հայաստանի ոչինչ չեն տվել, նվաստացրել են, կողոպտել, ինքը չի կողոպտել, բայց եղբայրներն են արդյունաբերությունը քանդել։ Արդյունաբերությունը քանդվել է Թերման Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եվ այլ։ Հիմա, բայց ես արդեն հոգնել եմ անցյալից այդ ձևով խոսելու, որպեսզի հասկանանք դրա համար եմ ասում։ Հիմա մենք պարտվել ենք։ Եթե պարտվել ենք, պարտվողը երբեք չի կարող թելադրել։
Պարտվողը ունի մի ռեսուրս, որը կարող է օգտագործել, օրինակ ուրիշի համար դառնալ գործիք, իսկ ուրիշը օգտագործելու է շպրտի, մանավանդ մեզ, դա Ռուսաստանն է, օգտագործել շպրտել է, եւ դա Սուլթան Համիդի ժամանակներից նույնն է անում, նա երբեք չի օգնել, նայեք դինամիկան եւ այլն, ընդ որում ռուսախոս հատված է առաջացրել հսկամի զանգված, որը մայրեն լեզվից հեռացել է մշակույթից, Երևանում, էլ մնացածը պատմության մի դասագրքերի բան է սարքել, որտեղ Հայաստանի պատմությունը ըստ էության չկա, ինչպես որ եւ աղջատված, դրա համար ես պատմաշինարար եմ ասում, ով որ մեր պատմաբաններից կարող է գործանել, թող անի, ասենք պատմաբան, պատմագետ, բայց դա չկա, պատմության փիլիսոփայությունը չկա մեր, քաղաքական պատմությունը չկա։ Ես բոլորը այն լավ կրթության ամենաբացական հետևանքներ։ Հիմա Պիտի գնալ դրան բազմաթիվ առումներով առաջին անվտանգությունն է, ուրեմն ես ամեն մեկին հիմա Վաշինգտոնով, ես գիտեմ Սիդնեյ, Բուենոս Այրես եւ այլն, հատկապես Լոս Անջելես եւ այլն, ասում եմ հետ ձեր Երևանում բնական է Հայաստանում ճավախ են, երբ որ խոսում եք, մի Հայաստանի Հանրապետության ֆիզիկական քարտեզը դրեք դիմացներդ, ֆիզիկական, եւ նոր խոսեք Հայաստանը ինչպիսի ռազմավարական վերահսկողության տակ է նույն Ադրբեջանի կողմից։ Մինչև մենք կշնչեինք պատերազմին վտանգը կար, քաղաքական գործիչ կար, որ ասում է, է պատերազմը բրծավ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններն անձեռմխելի են։ Հիմա սա նորից դերակատար է հակառակ խոսակցություններով։ Ուր է այդ միջազգայինորեն ճանաչված սահմանը։ Այսինքն շարլատաններն տոն են տալիս, որպեսզի մնան ջրի երես եւ մնան առաջատար։ Այս բոլորը ճշգրիտ մի ներկայացում։ Հիմա վերահսկողության նայեցեք արևելյան հատվածը, բացի այդ ոսկե բանը, որտեղ շատ վտանգավոր էր, այդ հատվածը մենք բուկեցինք, սարքեցինք եւ այլն, ըստ այն քարտեզի, որը մերն է, մեր ուժի բանը այն որ կար այլևս չկա, ինչ որ ունենք, այլևս չկա, եւ հիմա այս պայմաններում Հայաստանը նայեցեք, ինչն է վերահսկողության տակ, Հայաստանը վերահսկողության տակ է հարավ-հյուսիս մայրուղով, ոչ թե արևելք արևմուտքով, Ագարագից դուրս եք գալիս, հասնում եք որտեղ, մինչև Գորիս անցնում եք, այդ ամբողջ վերահսկողության տակ է, չէ՞։ Բարձունքների առումով, հասկանում ենք դա, եւ պատական արշակները այդ տարածքները չեն հազդել ռուսների հրամանով այ գեներալները, որպես է մնանք թևաթափ եւ խնդրենք, որ մեզ փրկեք։ Այս է սխեման, որտեղ պետություն չմտնի, բայց հիմա մենք փրկել ենք, ամրություններ են կառուցում եւ այլն, բայց դա ավելի դժվար վիճակում։ Հիմա դարձ եմ Հաջիևին։ Իրենք ինչ են հասկանում, հասկանում են, որ հաջորդի կուտակումը, ներքին պոտենցիալը հնարավոր է, հատկապես տեխնոլոգիաների առումով, ոչ միայն IT-ն, դա քիչ է մեզ համար, եւ Միացյալ Նահանգները տեխնոլոգիան ձեռք է մեկնել, այսինքն արդեն այն, որտեղ մեր բուհերը չեն կարող սպասարկել այս տեխնոլոգիաներին, որտեղ այն կրթությունը ինչ որ ստանում են, դա դարեր անցած կրթություն է, գոյություն չունի, նույնիսկ այն մանկավարժությունը, որ մենք ունեցել ենք, օրինակ ես լինեի հրաման կտալ Լևոն Շանթի աշխատանքները, սովորեին որպես մանկավարժություն երիկեր, այս վիճակում, բայց դե իմ ասածի մեջ չարություն չկա, բաներն եմ, լուծումներն եմ ասում, բայց հիմա այդպես չի, եւ մեր մտածողությունը ռուսականությամբ վարակված է, հայախոս ենք, հայագիր ենք, բայց դե կապ չունի դա նորմալ հայ ենք, բայց ռուսահայ ենք շատ անգամ, այսինքն հայ չենք նորմալ։ Հիմա դրա համար այս վերադարձերը պիտի լինեն, որպեսզի նորմալ լինի եւ համադրվի եւ այլն։ Եվ մինչև կմտնենք համաշխարհային քաղաքականության այն շերտեր, որտեղ զարգացումներն են, եւ դա մեզ արդեն հաջողվում է տեխնոլոգիաներում, քաղաքականության մեջ, մշակույթը ենթադրում եմ, Ֆրանսիան պիտի ունենա շատ բարերար ազդեցություն մեր մշակույթի բարձրացման։ Հույս ունեք, որ Միացյալ Նահանգներն էլ են մեզ այդ հարցում օգնելու։ Հաստատ, բայց դա օգնվողից, օրինակ մի բան եմ, ես առաջարկել կարող եմ ռեստորանի սեփականներին խնդրել։ Ինչն է ձեզ խանգարում, որ հարսանիքներին ոչ թե բարդեր լսեք, գզբդա օֆիցերի զզվելի եւ արգահատելի։ Հան Շարլ Ազնավուրի հետ օտար լեզվի խոսում Շարլ լսեք։
Ռոզի Արմեն լսեք, այդ երկի տակ սուսերով պար կարող եք այդ խմբային պարերը կազմակերպել։ Հարևանցի ասեմ, Իշխանած պար։ Եվ այլն, այսինքն բարձր մշակույթը, մեր բարձր, ոչ էթնոն անում են, էթնո մշակույթից պիտի բարձրանալ։ Այսինքն եթե ես բանաստեղծ եմ ինքնուս մեր տանը, հիմա Բարուս Սևակ է պետք արդեն։ Մեզ Հրանտ Մաթեոսյան է պետք, Նարեկացի է պետք, այսինքն պիտի բարձրանալ։ Հիմա օրինակ ասեմ, որպեսզի մի քիչ նախանձ լինի։ Դուք եթե Հորդանանի թագավորական, այսպես ասեմ, հերոստականալը, հերոստալիքը, եթե միացնեք շաբաթը 2-3 անգամ, անպայման Արամ Խաչատրյանի սուսերով պարը եւ գեղեցիկ պատկերներով կնայեք, քեֆներդ կգա, շշմեք։ Ինչն է խանգարում, եթե ես աղբը դուրս լսմի, գոնե հանրային եւ այլ հեռուստաընկերություններից։ Իհարկե որոշ գործ արվում է, բայց ինչն է խանգարում մեզ։ Որոշում կայացվի արգելվի այով խոսելը, դուք լեզվի պետական կոմիտեն, եթե ամեն մի օգտագործող ասում է, հա, այս միլիոն դրամ դուգանք է նշանակում, անցեք, այսպես ասեմ, Սաակաշվիլու մեթոդին, դուգանեք, հային դուգանեք, գրբանի խփեք, տեսնենք երկու օրում այդ ամենը կարգ է գա, թե չի։